Աղոթել ենք, որ թույլ չտանք սատանան քնասնի մեզ մեղքերով ու հաճույքներով, որտեղ այսօրվա հաճույքները շատացել են, այսօր դու կարաս ուղակի ոչ մի արտաքին մեղք չանես, ուղակի ես դա անվանում եմ բութ մատի մեղքը, երբ որ հեռախոսդ վերցնում ես ու մի քանի ժամ ռիլսերի մեջ ես YouTube-ի, այսպես բութ մատով մեղք ես գործում, ոչ մի բան չես անում, անիմաստ ժամերով ուղեղը սանջատվում է, աշկերտս ցավում են, գործերը չեմ անում, աստվածաշունչը չեմ կարող կարդամ, որովհետև աշկերտս ցավում է։ Հա, սա կոչվում է բութ մատի չարթնություն։ Հա, ու ես ուզում եմ այսօր մենք աղոթենք սիրելիս, որ մեր աշկերը բաց պահենք, որ մեր աշկերը բաց տայենք, որովհետև չգիտես որ կողմից է գալու։ Աստված գիտես քամուպես փչում է, չգիտես որ կողմից կգա իր օրհնությունով, իր հրաշքով, իր բժշկությունով։ Կարևորը աշկերտս բաց պահելն է սիրելիս։ Ու աղոթենք, որ չտրվենք մարդկայինին ու շարժվենք երկնայինով, հա, որ ոչ մի մարդկային չկարանա մեզանից գողանա երկնայինը։ Աղոթ կանենք։ Երկնային Տեր, մենք խնդրում ենք Տեր, ներես մեզ, եթե ինչ որ իրավիճակներում Տեր, քնում ենք, թմրում ենք, ինչ որ իրավիճակնում փակում ենք աշկերտներս, կորցնում ենք ուշադրություններս Տեր։ Մենք խնդրում ենք արթնացնես ամեն մեկից Տեր։ Թող ամեն մեկից համար այս տարի բաց աշկերի տարի լինի, որ մենք բաց լինենք մեր աշկերով ու տեսնենք Տեր արքա։ Այն արթնության հեղեղը, որ գալիս է մեր կյանքեր Տեր։ Եվ խնդրում ենք օգնի ամեն իրավիճակում շարժվենք քեզանով, քո կամքով։ Թող ամեն մարդկայինը հեռանա ամեն մեկի կյանքից Տեր, ամեն մեզ դիտողի կյանքից, թող ամեն մեկը շարժվի քո երկնային կամքով։ Թող քո կամքը լինի Տեր, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Ամեն։ Ամեն։